Բարև ձեզ, եթերում բիզնես հարցազրույցն է։ Ապրիլի 28-ին գործարկվել է վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որի ներդրումը հաստատել էր կառավարությունը։ Էլեկտրոնային կառավարման այս նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով։ Համակարգի ընձեռած հնարավորությունները, առավելություններն ու բարդությունները կփորձենք վերլուծել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, դուք նշել եք, որ համակարգում ներառված են ավելի քան 1500 տեսակի վճարումներ։ Ինչ վճարումների մասին է խոսքը, կենցաղային վճարումների, թե հարկերի, սովորական քաղաքացիների, թե ձեռներեցների ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, եւ ամենակարևորը, այժմ կա առկա համակարգը։ Ինչով է այս նոր համակարգը տարբերվում առկայից։ Նախ եւ առաջ իսկապես շուրջ 1500 վճար այս պահին համակարգը ընդունում է հօգուտ պետության։ Այդ վճարները գրեթե բոլոր վճարներն են, որոնք հօգուտ պետության են, բացի մեծ գումարային հարկային վճարումներից, այսինքն պետական տուրք ցանկացած ծառայության համար, ծառայությունների վճար, տարատեսակ, վարչական տուգանքներ, հարկերից այն ինչ որ ամենաշատը քաղաքացիներին կհետաքրքրի, գույքը հարկ, հողի հարկ։ Առաջիկայում նաև նախատեսվում է ստանդարտ փոքր գումարային հարկերի վճարում, ինչպիսին կարող են արտոնագրային վճարներ եւ այլն, եւ ըստ էության համակարգը ընդունում է ցանկացած վճարումներ եւ քաղաքացիների համար, եւ փոքր բիզնեսի, եւ անհատ ձեռնարկատերերի համար ամբողջությամբ։ Ինքը համակարգը, այսինքն պետական վճարումների էլեկտրոնային համակարգը ինքը կազմված է եւ ստեղծված է առկա համակարգի հնարավորությունները օգտվելով, այսինքն առկա համակարգը դա քարտային processing իրականացնող ընկերություն է եւ մեր պետության կողմից ստեղծված այդ էլեկտրոնային պորտալը օգտվում է առկա համակարգի կողմից թողարկված քարտերով եւ այդ քարտերից օգտվելուց քաղաքացիները կարող են ինտերնետի միջոցով վճարումներ անել հօգուտ պետության։ Պարոն Սարգսյան, պետական վճարումների էլեկտրոնային համակարգ անվանումը արդեն հուշում է, որ վճարումները կատարվում են առցանց։ Բայց պատկերացնենք մի քաղաքացու, որը ասենք պետք է հողի հարկ վճարի այս էլեկտրոնային համակարգով։ Կներկայացնեք հաջորդական քայլերը, ինչպես պետք է կատարի նա այդ վճարումը։ Շատ պարզ է, առաջի հերթին իհարկե ունենալ համակարգիչ կամ ձեռքի հեռախոս, որը որ ունի ինտերնետի մուտք, համակարգչով բաժին առաջի ընտրում եք հարկեր բաժինը, ընտրում եք հողի հարկ բաժնում լրացնում եք ձեր տվյալները, անուն, ազգանուն, ձեր քարտի համարը, վավերապայմանները, ինչպես նաև ցանկացած հարկ վճարող իր հողի կամ գույքի համար ունի համապատասխան կոդ, հարկ վճարողի կոդ, այդ կոդը որ հավաքում եք, դրանից հետո կատարում եք վճարը այն գումարի չափով, որը որ դուք ցանկանում եք, ու վերջ։ Իսկ ինչ քարտերի եւ էլեկտրոնային վճարման համակարգերի միջոցով կարելի է այս վճարումը կատարել։ Այս պահին համակարգը ընդունում է առկա վիրտուալ քարտերը, առկա ռեալ քարտերը եւ Mastercard վճարային քարտերը, այսինքն այս 3 քարտերի տարատեսակներով կարելի է իրականացնել վճարումներ։ Ընդ որում, ինչը ամենակարևորը, համակարգը ոչ միայն համակարգչի միջոցով է ընդունում վճարումներ, այլ ձեր հեռախոսի միջոցով, այսինքն համակարգը նախատեսված է Android եւ այս պահին Apple օպերացիոն համակարգերի համար եւ ձերքի հեռախոսից բջջային դուք կարող եք գնալով որևէ մի պետական հաստատություն հենց տեղում վճարումն իրականացնել եւ վճարումն այդ պահից արդեն ընդունված է համարվում։ Պարոն Սարգսյան, փաստորեն էլեկտրոնային վճարման այս համակարգը կրճատում է նաեւ տարբեր տեսակի վճարումների վրա ծախսվող ժամանակը։ Իսկ ինչ կասեք միջնորդավճարների մասին, քանի տոկոս են կազմում միջնորդավճարները, ասենք եթե պետք է վճարել 10-ից 15000 դրամ, ինչքան կկազմի միջնորդավճարը։ Առաջին ասեմ, որ միջնորդավճարները այս համակարգով վճարներ իրականացնելիս շատ ցածր են, որովհետև դուք գիտեք, եթե հիշում եք կամ օգտվել եք օրինակ սովորական անձնագիր փոխելիս 1000 դրամ պետտուրք վճարելիս դուք գնում եք բանկ եւ իրականացնում եք վճարում եւ եթե չեմ սխալվում 100 կամ 200 դրամ միջնորդավճար է գանձվում բանկից, նայած բանկից բանկ, այսինքն 1000 դրամի դիմաց դուք 100 կամ 200 դրամ վճարում եք իրականացնում որպես միջնորդավճար։ Այս համակարգի միջոցով ձեր վճարումը կկազմի ընդամենը 2 դրամ։ Այսինքն միջնորդավճարները շատ ավելի փոքր են, քան բանկային միջնորդավճարները։ Այո, շուտ 50 անգամ։ Այսինքն եթե դուք 10000 դրամ գումար եք վճարում, ձեզանից կգանձվի 15 դրամ միջնորդավճար ընդամենը։ Իսկ ինչպես է հաստատվում վճարումը եւ եթե ծառայությունը չի մատուցվել, ինչպես է գումարը ետ վերադարձվում։ Ընդհանրապես պետության օգտին կատարվող վճարումները երկու տարատեսակի են։ Առաջի տարատեսակը դա այն վճարումներն են, որոնք որ հաստատում չեն պահանջում։ Օրինակ տուգանքներ, ճանապարհային երթևեկության համար կամ վարչական այլ տուգանքներ։ Այդ վճարումների համար որևէ հաստատում չի պահանջում։ Ձեզ եկել է օրինակ
նույն այդ ռադարային համակարգից կամ պարզապես տեսուչի կողմից կազմված վարչական այդ արձանագրության հիման վրա որ դուք տուգանք պետք է վճարեք, դուք դա վճարում եք, դա հաստատում չի պահանջում, արդեն ձեր վճարը կա, դա ձեզ գալիս է ձեր էլեկտրոնային փոստի հասցեով եւ դուք միշտ հավաստում ունեք, որ դուք վճարել եք հօգուտ պետության ձեր տուգանքները։ Նույնը հարկերին է վերաբերվում։ Եթե ինչ-որ ծառայություն է, օրինակ պետական տուրք դուք պետք է վճարեք անձնագիրը փոխելու համար կամ լիցենզիա ստանալու համար կամ կադաստրում գործարք իրականացնելու համար եւ հետագայում գործարքը չեք իրականացնում կամ չեք ուզում ձեր անձնագիրը փոխել կամ ինչ-ինչ հանգամանքներից սովորական ռեժիմ է գործում, որը այսօր էլ կա այն պարագաների համար եւ դուք չեք իրականացնում էլեկտրոնային բանկի միջոցով, դուք դիմում եք ֆինանսների նախարարության գանձապետարան եւ այդ գումարը ձեզ հետ է վերադարձում ձեր հաշվին։ Նույնն այստեղ ոչ մի բանով այդ առումով տարբերություն չկա։ Պարոն Սարգսյան, Գյումրու, Վանաձորի եւ Երևանի քաղաքապետարանները իրենց տեղական վճարումները կարող են կատարել այս համակարգի միջոցով։ Իսկ ինչ կասեք մյուս համայնքների մասին, երբ կգա նրանց հերթը։ Առաջինը համայնքապետարանները չեն կատարում վճարում, քաղաքացիները հօգուտ համայնքապետարանների եւ քաղաքացիները այսօր կարող են ցանկացած վճարում հօգուտ Երևանի, ինչպես դուք ասացիք, Վանաձոր եւ Գյումրի քաղաքների կատարել եւ ամենակարևորը ինչը ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում գույքահարկ հողահարկի վճարումները։ Մյուս համայնքները մենք կկազմենք արդեն ժամանակացույց եւ այդ ժամանակացույցը մեր գնահատակ մենք կունենանք արդեն հուլիս ամսվա վերջին թե վերջնական որոշում թե որ քաղաքից հետո ինչ ժամկետներում միացումները կունենանք, այսինքն մենք այդ հարցին կանադառնանք հուլիս ամսվա։ Արդեն համակարգը 2 շաբաթ է, ինչ գործում է, ինչ արդյունքներ կան, ինչ ռիսկեր եւ բարդություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։ 2 շաբաթը դեռ շատ վաղ է որևէ հետևություններ անել ռիսկերի կամ որևէ այլ խնդիրների մասին։ Միակ խնդիրը, որ կա, որը ժամանակավոր խնդիր է, ես կարծեմ առաջիկա 1-2 ամսվա մեջ վերջնականապես կհարթվի, որոշ պետական գերատեսչություններ դեռ կամ ծանոթ չեն կամ տեղում չինովնիկը դեռ պատրաստ չի ընդունել այդ տիպի վճարումը, բայց քաղաքացիները եթե զանգ են տալիս մեր կենտրոնական թեժգծի հեռախոսահամարով 527-310 տեղում մենք միշտ կհարթենք այդ խնդիրը եւ ես կարծեմ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում ամբողջ երկրով արդեն բոլոր պետական ծառայությունները կընտելանան այս վճարումների տարատեսակին, այդ խնդիրը նույնպես կվերանա։ Խնդիրը այսինքն միայն ընտելացումն է։ Այո, զուտ ընտելացման հարցն է, մի կողմից քաղաքացիների հարցը, որոնց մի փոքր գուցե անսովոր է, որ կարելի է տանից վճարել կամ հեռախոսից վճարել։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ մեր հաղորդման հյուրն էր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ հաջողություն։